Երբևէ եղել է, որ դուք միայնակ լինեք եւ այդ միայնակության մեջ ձեզ շատ լավ զգաք։ Եվ այստեղ խոսքը դեպրեսիայի մասին չէ, խոսքը ներքին շփման վախերի եւ տագնապների մասին չէ, խոսքը անգամ վիրավորվածության եւ բացասական փորձառության մասին չէ։ Պարզապես խոսքը այն մասին է, որ այդ միայնակության մեջ դուք կարողանում եք գտնել լռություն, գտնել խորություն, գտնել ներքին ապահովություն եւ կոմֆորտ, բայց չգիտես ինչու կողքից երբեմն կան հայացքներ, որ ահա մենակ է, իր կյանքում մարդ չկա, ոչ մեկ չի մնացել իր կողքին, ինքը ընկերներ չունի եւ այս սոցիալական ճնշումները, հայացքները, սպասումները երբեմն կարծես մարդու մոտ անհանգստություն են առաջացնում։ Ես մտքիս մեջ հիմա ունեմ փորձառություն այցելուներից, որ օրինակ կամ ծնողը օրինակ կարող էր գալ ու ասել, որ երեխաս միայնակ է, ոչ մեկի հետ չի շփվում, դասարանում ընկերներ չունի, կամ հենց անձը ինքը կարող էր գալ թերապիայի եւ ասել, որ ես ընկերներ գտնելու ցանկություն չունեմ, հարաբերությունների ընդհանրապես հավես չունեմ, կարող է իմ հետ ինչ-որ բան նորմալ չի։ Այսինքն ամեն դեպքում կան որոշակի սոցիալական սպասումներ, ճնշումներ, ինչու՞ չէ երբեմն անգամ, որ դու պետք է սոցիալական լինես, դու պետք է հարաբերություններ ունենաս, մանավանդ այսօր սոցցանցերում կարծես ստեղծվել է այդ fake իլյուզիան, պատկերը, սպասումը մարդկանցից, որ որքան շատ ընկերներ ունես, դու այդքան երջանիկ ես, այդքան հաջողակ մարդ ես, բայց այսօր ես ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, ովքեր չեն ցանկանում ընկերներ ունենալ, չեն ցանկանում այդ հարաբերություններ ունենալ, որովհետև իրենք բացահայտել են, որ այդ միայնակության մեջ իրենք կարողանում են իսկապես իրենց շատ հարմարավետ եւ լավ զգալ։ Հիմա ովքեր որ ինձ լսում են, մի պահ փորձեք ձեզ հարց ուղղել։ Եթե ձեր կյանքում կա այս միայնակությունը, իրականում ի՞նչն է պատճառը, հա, հարց ուղղեք ինքներդ ձեզ։ Դուք միայնակ եք, դուք նախընտրում եք միայնակությունը ոչ թե որովհետև դուք վախեր ունեք, տագնապներ ունեք բացասական փորձառություն անցյալի եւ չեք ուզում այդ բացասական փորձը կրկնվի, դրա համար դուք ընկերներ չունեք, թե պարզապես իրոք դուք հասկացել եք, որ ձեզ մենակ շատ լավ է։ Կան մարդիկ, ովքեր շփվելու ժամանակ ունենում են վախեր, որովհետև նախկինում իրենք ունեցել են փորձառություն, որ մտերմության ժամանակ իրենց դավաճանել են, խաբել են, որտեղ ցանկացած մտերմություն, հարաբերություն դա ենթադրում է անկեղծություն, նվիրվածություն, հա, այդ մտերմության մակարդակում լիքը բաներ են տեղի ունենում եւ մարդկանց դավաճանել են, խաբել են, վերցրել են իրենց ինֆորմացիան, տարածել են, ճիշտ չեն հասկացել, ծաղրել են եւ մարդը ունենալով իր մտքում այդ հիշողությունը, այդ բացասական փորձառությունը մտածում է, որ ավելի լավ է ես հեռու մնամ ընկերներից, հեռու մնամ մտերմությունից, քան այդ փորձը իմ կյանքում նորից կրկնվի, հա, ես մոտ թողեմ մարդկանց, վստահեմ, անկեղծանամ ու հետո իրանք կոպիտ ասած ինձ քաշեն։ Կամ գուցե անձը մտածում է, որ ինքը այդքան էլ հետաքրքիր մեկը չի, ասելիք չունի եւ եթե ինքը մեկի հետ մտերմանա շփվի անկեղծանա, հանկարծ կբացահայտվի, օրինակ ես հենց հիմա մտքիս մեջ հիշեցի իմ այդ տղա այցելուին, որ ինքը անդադ մտածում էր, որ ես վախենում եմ, եթե հանկարծ շատ մտերմանամ մեկի հետ, իրանք ոնց որ կհասկանան, որ ես այդքան էլ խելացի չեմ, կհասկանան, որ ես այդքան էլ լավը չեմ, կամ իմ մեջ կբացահայտեն ինչ որ անձնային գծեր, որից կհիասթափվեն։ Իհարկե հետո թերապևտիկ աշխատանքից հետո լրիվ ուրիշ բան տեղի ունեցավ, ինքը հասկացավ, որ ինչքան մարդկանց հետ մտերմանում է, հակառակը ինքն է բացահայտում, թե մարդիկ ինչքան սահմանափակ, ինչքան տգետ, ինչքան անանան կարող են լինել եւ հասկացավ, թե ինքը ինչքան մեծ տիտղոսներ էր վերագրել մարդկանց, կարծելով, որ մարդիկ այսպես չգիտեմ, ինչ որ խելացի, խորը, վերլուծող, հասուն անձեր են ու հանկարծ եթե իր հետ շփվեն, կբացահայտեն իր անլիարժեքությունները եւ վատ բան կստացվի, բայց այո, լինում են դեպքեր, որ մարդը հենց ունենում է այս վախերը, որ եթե ես մեկի հետ պետք է մտերիմ լինեմ եւ շփվեմ, հանկարծ իրանք կբացահայտեն, որ ես ձանձրալի եմ, որ ես հիմար եմ, որ ես ասելու ոչինչ չունեմ, որ ես լիքը բան չգիտեմ, որ ես շատ վատ անձնային գծեր ունեմ, կամ այսպես, կամ ուղղակի անձը գուցե իր կյանքում չի ունեցել ընտանեկան այդ ջերմությունը, մտերմությունը, ընտանիքի ներսում ինքը ծանոթ չի այդ մտերմությանը, ձևը անգամ չգիտի եւ երբ որ ստեղծվում է իրավիճակ, որ ինքը պետք է խոսի, մտերմանա, իրեն մարդկանց մոտ թողի, անկեղծանա, սկսում է կակազել, քրտնել, սիրտը սկսում է խփել, գլխապտույտ է ունենում եւ
ընդհատվում է զրույցը, հա, այդպիսի այցելու էլ ունեի սոցիալական շատ վախերով, որ անգամ եթե ինքը փողոցում քայլում էր եւ ինչ որ մեկի հայացքը իրեն ընկներ, նորից ինքը զգում էր այս կոկորտի հատվածում այդ ճնշումները, եթե հանկարծ նույնիսկ ստացվեր այնպես որ խանութում կամ փողոցում ինչ որ անցորդ իրան հարց տալ, սկսում էր խեղդվել, չէր կարողանում խոսել, որտեվ այդ վախերը հիմքում եղած իրեն խոչընդոտում էին։ Այսինքն եկեք նորից մի պահ փորձենք այդ ինքնարեֆլեքսիայի միջոցով հասկանալ մեր պարագան որն է։ Արդյոք մենք խուսափում ենք մտերմությունից, որովհետև ունենք վախեր, որովհետև ունենք տագնապայնություն, ունենք հմտության պակաս, թե ինչպես այդ շփումը ստեղծել, ինչպես այդ մտերմությունը վարել, պահել, թե պարզապես իսկապես դուք բացահայտել եք, որ դուք մենակ եք ու ձեզ ձեր հետ լավ է։ Օրինակ ես իմ կյանքում բացահայտել եմ, որ հա, ես հարաբերություններ եմ, արդեն սիրում եմ հարաբերություններ եւ այլն, բայց ես միայնակություն, եթե կա ընտրություն, ես ընտրում եմ միայնակությունը։ Օրինակ, չգիտեմ, թե իմ աշխատանքային բնույթը կամ օրինակ երեխեքից տանում եմ, չգիտեմ, երաժշտական, տանում եմ գիմնաստիկա, ես ինքս գնում եմ ջիմ, ամեն կիրակի ես գնում եմ եկեղեցի, շատ շփվելու, եթե ես ինքս ցանկանամ նախաձեռնել շփում, հարաբերություն, նոր ծանոթություններ եւ այլն, շատ հնարավորություններ, հա, կա անգամ երբեմն երբ որ ես երեխաներից հետ շփվում եմ այսպես մամաների կոլեկտիվներում, զգում եմ, որ այսպես մամաներ կարող են սենց իրար գտնել ու այդ ամբողջ օրինակ երեխան ժամ 20 րոպե պետքա լինի գիմնաստիկայում, այդ մամաները խոսեն, շփվեն, պատմեն իրար հետ այդ իրենց կենցաղից, իրենց կյանքից եւ այլն, բայց օրինակ ես այդ ընթացքում կնախընտրեմ նստել մեքենայի մեջ, իմ մտքերի հետ, իմ աշխատանքը, իմ հեռախոսը, իմ գիրքը, իմ տետերը, իմ աշխարհում, կամ օրինակ, չգիտեմ, մամաներ կան, որ կգան մի 15-20 րոպե շուտ դպրոցում, կկանգնեն, կզրուցեն, իրենք այդ հարաբերությունից հաճույք են գուցե ստանում, բայց ես վստահ եմ, որ մի քանի անգամ դա կանեմ, հաջորդ անգամներում կնախընտրեմ նստել ավտոյի մեջ, մինչև երեխեքը դուրս կգան։ Մի տեսակ ես այդ միայնակության մեջ իմ ռեսուրսներն եմ հավաքում, կուտակում, վերականգնում եմ իմ կորցրած ուժը, մտքերս եմ հավաքում, կենտրոնացնում, պլանավորում եմ իմ առօրյան։ Այստեղ չկա լավ ու վատ, այստեղ ամեն անձ պետք է հասկանա ինքը ինչ է ուզում։ Ամեն անձ պետք է փորձի բացահայտել իր բազային պահանջմունքները։ Ամեն մարդ պետք է հասկանա ինքը որտեղ է լիցքավորվում, հա, նույն ինտրովերտ, էքստրավերտ այդ եզրույթները, որ այսօր շատ ակտուալ ու տարածված են, ինչ որ մեկը հայտարարում է ես ինտրովերտ եմ, մեկը ասում է ես էքստրավերտ եմ, այստեղ հենց բանալի միտքը ինչու՞մ է հասկանալ, թե ես որտեղ եմ լիցքավորվում։ Օրինակ շատ են հաճախ ասում, որ կողքից Անի ջան, մենք քեզ նայելով մեր մտքով անգամ չի անցնի, որ դու կարող ես ինտրովերտ լինել, բայց ես ինձ համարում եմ ինտրովերտ ընկերներ, որտեղ ինչքան էլ ես շատ ակտիվ, շատ սենց վառ, ճտպտ, ինչպես ինձ բնութագրում են մարդիկ, այսպես խարիզմատիկ, շփում ստեղծեմ, շատ հեշտ կապեր ստեղծեմ, հարաբերություններ ստեղծեմ եւ այլն, ես միշտ այդ շփումներից հոգնում եմ։ Եթե մի քիչ իմ կյանքում եղավ այդ, չգիտեմ, օրը նենց ստացվեց, որ տունս շատ եկող գնացող եղավ, առօրյաս նենց եղավ, որ ես շատ եմ շփվել, տվել, առել եւ այլն, ես ասենց զգում եմ, որ ուզականորեն սպառված եմ։ Օրինակ իմ մաման շատ շփվող կին է, օրինակ կարող էր ինքը ասել, այսօր մենակ էի, կոֆե չխմեցի, ու ես միշտ զարմանում էի, ոնց կարելի է, այսինքն քանի որ չունես ընկեր կոֆեի, դու կոֆե չխմես։ Իսկ իմ կյանքում դա իդեալական է, որ ես հատուկ կարայի բոլորին ճանապարհել ու նստեի ինքս հանգիստ իմ համար կոֆե խմեի, որտեվ այդ պահը, որ ես ինքս իմ հետ եմ, իմ համար ամենասիրելի, ամենահավես պահն է, որտեղ ես լիցքավորվում եմ։ Ուրեմն ընկերներ, եկեք թույլ չտանք, որ սոցիալական որոշակի ճնշումներ մեր վրա ազդեցություն ունենան, հա, որ ինքը մենակ է, ահա, իր կողքը ոչ մեկ չկա, ինքը միշտ մենակ է գալի գնում, կամ տեսար, այս ընկերներով իրանք գնացին, չգիտեմ, այսինչ ռեստորանը, ինքը չկար այդտեղ, չկա, որովհետև գուցե մարդը չի ուզում, որ այդտեղ լինի, եթե ինքը ցանկանա լինել այդ հարաբերության մեջ, ինքը այնպես իրան կպահի, որ լինի այդ հարաբերության մեջ, եթե ինքը այդտեղ չի, ուրեմն ինչ որ առումով մտածեք, որ հա, տարբերակ 1, որ իր հետ գուցե չեն ուզում ընկերություն ունեն, բայց տարբերակ 2 գուցե ինքը իր հետ այնքան լավ է իրեն զգում, որ այդ կապերը չի սարքում, այդ կապերը չի ստեղծում, բայց մենք ունենք այսպես մեր գլխում որոշակի սոցիալական կարծրատիպեր, նորմատիվներ, որ փորձում ենք ամեն մեկին մտցնել դրա մեջ, ասեմ, որ շատ այսպես շփվել սիրող, շփում նախընտրող ծնողները, ահա որ խառնվում են իրար, որ ունենում են այնպիսի երեխաներ, որ երեխան չի ուզում շփվի։ Իրենց համար դա նորմալ չի, որ երեխաս միշտ մենակ է գնում գալի, ես տեսնում եմ բոլորը խաղում են, ինքը մենակ այնտեղ նստած է։ Իրենք չեն կարողանում կարծես թույլ տալ իրենց անգամ մտածել այդ մասին, որ ներողությունից զանգ է գալի, որ երեխան կարա լինի մենակ ու դա լինի իր ընտրությունը, մենակը, որովհետև իրան իր հետ լավ է։
Էլ չասեմ, որ եթե մենք փորձենք ուսումնասիրել օրինակ որոշ գիտնականների, փիլիսոփաների, նկարիչների, ընդհանրապես շատ հայտնի մարդկանց, մենք կտեսնենք, որ ոմանք իսկապես այդ միայնակության մեջ են կարողացել իրենց հետ մեկանալ եւ արտադրել այդ մեծ արվեստի գործերը, այդ հետազոտությունները, մյուսը Այսինքն, եթե փորձեմ ամփոփել այս նյութը, ձեզ հարց տվեք։ Ես խուսափում եմ կապերից, ես խուսափում եմ հարաբերություններից, ես խուսափում եմ այդ աղմկոտ միջավայրերից ու շփումներից, որովհետև ունեմ վախեր, ունեմ տագնապներ, թե որովհետև ես այդ միայնակության մեջ գտնում եմ խորություն, լռություն, կոմֆորտ, ինքնաբավություն, որովհետև մենք պետք է գիտակցենք, որ միայնակությունը միշտ չէ որ անբավարարություն է, միշտ չէ որ վատ է, միշտ չէ որ խնդիր է, երբեմն դա ներքին կայունության, ինքնաբավության ցուցիչ է։ Այնպես որ գրեք կոմենտներում դուք առավել ինչն եք նախընտրում՝ հարաբերություններ, թե միայնակություն։